Արգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ սա այն առանցքային փաթեթն է, որը բխում է մեր անցած մեկ տարվա աշխատանքից եւ ամբողջությամբ գույքագրված են բոլոր այն խնդիրները, որոնք որ վարչարության հետ առնչվում են մեր հարկվճարողները իրենց բիզնես գործունեությունը ծավալելիս, հիշեցնեմ այն հիմնական փոփոխությունները, որոնք որ առաջին նախագծում կային, նախ առաջարկում ենք ապրանքների վերադարձի դեպքում ներդնել միասնական մոտեցում, բոլոր դեպքերում գործարքի ճշգրտում կատարելու հնարավորություն ընձեռելով մեր հարկվճարողներին, ներառյալ ՀԴՄ կտրումներով գործարքը։ Մյուսը առաջարկվում է հստակեցնել արտաժութային գործարքների հարկման բազայի որոշման կանոնը, այն կապելով գործարքի կատարման օրվա կենտրոնական բանկի փոխարժեքի հետ։ Մյուսը պարզեցվում է չեղարկված հարկային հաշիվների փոխարեն նոր հաշիվներ դուրս գրելու դեպքում ԱԱ-ի հաշվացման կարգը, ինչի արդյունքում չեն առաջանա տույժեր։ Հստակեցվում են ոչ ռեզիդենտ կազմակերպությունների Հայաստանում ավելացված արժեքի հարկ վճարելու կանոնները եւ ներդրվում միասնական պարզեցված EVAT համակարգում հաշվետվություն ներկայացնելու մոտեցում։ Փոփոխվում է ԵՏՄ երկրներից ներմուծվող ենթակցիզային ապրանքների ակցիզային հարկի վճարման ժամկետը, սահմանին վճարելու փոխարեն հնարավորություն տալով վճարել մինչև հաջորդ ամսվա 20-ը, կատնամթերքի ոլորտում որակական կորուստների թույլատրելի շեմը բարձրացվում է 1%-ից 2% եւ ինքնավար էներգոարտադրողների համար հնարավորություն է ստեղծվում ամբողջությամբ նվազեցնել ներտնտեսական սպառման համար կատարված ծախսերը, ինչը խթանում է վերականգնվող էներգետիկան եւ այս բոլոր փոփոխությունները մեր տնտեսվարողների բավական լայն շերտերի են վերաբերվում։ Առաջինից երկրորդ ընթեցման ընթացքում նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ, որոնց մի մասը առաջարկել է ազգային ժողովի պատգամավոր պարոն Թունյանը, մասնավորապես առաջինը առաջարկում է լուծել կիսակառույց շինությունների օտարման դեպքում առաջացած ավելացած արժեքի հարկով եւ շահութարկով հարկման խնդիրը, մասնավորապես ավելացած արժեքի հարկի եւ շահութարկի հաշվարկման նպատակով չկիրառել կադաստրային արժեքի 80%-ի կանոնը այն դեպքերում, երբ շինարարության թույլտվության ժամկետն ավարտված է կամ երկարաձգված։ Այս փոփոխությունը կիրառվելու է 23 թվականի հունվարի 1-ից եւ վերաբերում է այն կառուցապատողներին, որոնք կոտարեն շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված կիսակառույց շինություններ։ Բացի այդ, առաջարկում ենք անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտակված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքում փոփոխություն, մասնավորապես հստակեցնել կադաստրային գնահատման գործակիցների կիրառումը, որոնք իդեպ հիմք են հանդիսանում գույքահարկի հաշվարկման համար նաև, սահմանելով, որ մեկ գործակիցը կիրառվում է ոչ թե ամբողջ շենքի, այլ առանձին գույքային միավորների նկատմամբ եւ այդ համապատասխան փոփոխությունը արվում է, որպեսզի ներկայիս կիրառվող պրակտիկան օրենքի մակարդակով ավելի հստակ ամրագրվի։ Մյուսը ներդրվել է անցումային մեխանիզմ այն հարկ վճարողների համար, որոնք ժամանակին չեն ներկայացել ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառելու հայտարարություն։ Մասնավորապես խոսքը վերաբերում է 600 կազմակերպությունների մոտավորապես, որոնք այս հայտարարությունը չկատարելու պատճառով 1.3 միլիարդ դրամի լրացուցիչ պարտավորություններ են գեներացրել եւ գործող կարգավորումներով նշեմ, հարկ վճարողը հարկային տարվա ընթացքում հարկման հատուկ համակարգից, ասենք օրինակ շրջանառության հարկի համակարգից, հարկման ընդհանուր համակարգ անցում կատարելու դեպքում պետք է ներկայացնի այդ հայտարարությունը, դա չներկայացնելու դեպքում հարկ վճարողը ավելացված արժեքի հարկով հարկվող գործարքներից վճարում է ավելացված արժեքի հարկ, սակայն ձեռքբերումների եւ ներմուծումների մասով ավելացված արժեքի հարկի հաշվանցում չի կարողանում կատարել եւ մենք սրա անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ մենք պետական եկամուտների կոմիտեն ոչ միշտ է տեղյակ լինում այդ իրենց հետ կապված հարաբերությունների մասին եւ այդ հայտարարությունը սովորաբար հիմք է հանդիսանում, որպեսզի ավելացված արժեքի հարկի հաշվարկները նախադրացվեն, շահութարկի կանխավճարները հաշվարկվեն, ավելացած արժեքի հարկից ազատված ներմուծումների դեպքում համապատասխան հաշվարկները իրականացվեն եւ այլն։ Եվ ըստ էության այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում 22-ից 25 թվականների համար մինչև 2026 թվականի վերջ ներկայացնել համապատասխան դիմումները։ Եվ վերջին փոփոխությունը առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը տարածել նաև կառավարության սահմանած կարգով իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում մատուցվող ուսուցման ծառայությունների վրա, ինչը
կնվազեցնի մի կողմից քաղաքացիների ծախսերը, այսինքն ավելացած արժեքի հարկի չափով, օրինակ ինչ-որ լեզվի դասընթացների գնալուց կամ այլ մասնագիտական, եւ կխթանի կրթության հասանելիությունը։ Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի հարկվճարողներ։ Հիշեցնեմ, որ այս նախագծով առաջարկում ենք հարկային վարչարության ամենաառանցքային բարեփոխումներից մեկը, որի նպատակը հարկվճարողների լծված լինելու իրավունքի հնարավորությունների ընդլայնումն է, հարկային հանցագործությունների դեմ առավել թիրախային պայքարը եւ երկխոսության միջոցով հարկվճարողների կամավոր կարգապահության բարձրացումը։ Նշեմ հիմնական փոփոխությունները հիշեցնելով նաեւ իհարկե ունեցել ենք առաջարկություն պարոն Թունյանի կողմից, որի հիման վրա դրացումներ են կատարվել։ Հարկային օրենսգրքում ստեղծում ենք մի մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս հարկային տեսուչին, պետական եկամուտների կոմիտեի աշխատակցին, մինչև հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, բավարար վերլուծություններ իրականացնել, համապատասխան կամերալ արձանագրություն կազմել, այնուհետև թեմատիկ ուսումնասիրություն իրականացնել, այնուհետև վարչական ակտ, որը կարող է քննարկվել մեր բողոքարկման հանձնաժողովում, եւ այս ամբողջ process-ում կարողանալ լսել հարկվճարողին, եւ դրա համար մենք թեմատիկ ուսումնասիրության սահմանափակումը սկզբնական նախագծում առաջարկում էինք անել։ Հիմա պարոն Թունյանի առաջարկով խաղի կանոնները ավելի ենք հստակեցնում եւ սահմանում ենք, որ նախկինում տարեկան 1 անգամ էր առաջարկել ենք անել, հիմա ասում ենք տարեկան 3 անգամ կարող ենք թեմատիկ ուսումնասիրություն իրականացնել։ Միաժամանակ սահմանվել է, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երկրորդ եւ երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է բացառապես հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա, իսկ նշված դեպքերում այդ լիազորությունը չի կարող փոխանցվել որևէ այլ, օրինակ ստորաբաժանման ղեկավարի։ Նաև նախատեսվել ենք, որ յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում երրորդ անգամ թեմատիկ ուսումնասիրություն իրականացվում է, եթե տվյալ հարկային տարում դրանում է այդ ուսումնասիրության կամ տվյալ բացահայտված խնդրի վաղեմության ժամկետը, որը տվյալ դեպքում 3 տարին է։ Այսինքն մենք խաղի կանոնները հստակեցնում ենք հարկվճարողների համար եւ թեմատիկ ուսումնասիրության իրականացնելու թե քանակները, թե իրականացման մեխանիզմը հստակ սահմանվում են օրենքով, որը հնարավորություն է տալու իհարկե ավելի մանրամասներ սահմանենք հետագայում արդեն ներքին իրավական ակտերով։ Մյուս փոփոխությունը, որը իդեպ նշեմ, որ այստեղ տարեկան մոտ 600 նախնական հաշվարկներից կեսը առնվազն կգնան այս process-ով եւ հետեւաբար հարկվճարողները ավելի լայն հնարավորություններ կունենան պետական եկամուտների կոմիտեի հետ շփվելու։ Մյուսը շեմերն են, որոնք քրեական օրենսգրքում են նշված։ Գիտեք, որ հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու խոշոր չափը այսօր 10 միլիոնն է եւ մենք պատմական քայլ ենք կատարում այստեղ ու առաջարկում ենք 3 անգամ մեծացնել 30 միլիոն, իսկ երկու հաջորդող տարվա համար 45 միլիոն։ Բացի դա առանձնապես խոշորի դեպքում ներկայումս գործող 20-ը առաջարկում ենք ավելացնել 2.5 անգամ 50 միլիոն եւ երկու հաջորդող տարվա համար 75 միլիոն եւ սրա արդյունքում վիճակագրությունը մեզ հուշում է, որ մոտ 600 գործեր կապակերականացվեն եւ առանձնապես խոշորի դեպքում էլ ծանրից կդառնա միջին ծանրության սանկցիաները եւ իհարկե քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունը հիշեցնեմ, որը վերաբերում է գույքի քրեական գործի ընթացքում գույքի արգելադրման գործընթացի բարելավմանը եւ մենք այստեղ նոր ինստիտուտ ենք առաջարկում ներդնել, խոսքը բանկային երաշխիքի մասին է եւ ըստ էության առաջարկվում է վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է արգելադրված գույքին համարժեք բանկային երաշխիք։ Բացի դա նաև ելնելով գործող օրենսդրությունից հիմնավորումներում մեր փաթեթի հստակեցնում ենք նաև խաղի կանոնները հարկվճարողների համար, որպեսզի իրանց համար պարզ լինի, որ իրենք կարող են նաև արժեթղթեր օգտագործել արգելադրումների գործընթացում, որը թույլ կտա այդ քրեական գործի շրջանակներում առանց ֆինանսական կորուստներ կրելու շարունակել իր բիզնես գործընթացը իրականացնել պատշաճ կերպով։ Շնորհակալություն